Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան, նորից վերադարձանք եթեր։ Այսօր պատրաստելու եմ մի շատ յուրահատուկ, շատ հետաքրքիր ուտեստ, հնդկահավի կրծքամսով և հնդկական սոուսով բաղադրատոմս եմ ներկայացնելու, անկրկնելի շատ համեղ բաղադրատոմս։ Հիմնական բաղադրիչներս են հնդկահավի միսը, որը բարակ ես շերտատել եմ, նաև ծեծելու եմ մի քիչ ավելի բարակ լինի, գունավոր պղպեղներ, կոկոս, քանի որ դժվար անցա ես բացելը, կոկոս բլենդ ենք անելու, սա իր ահյութն է, մի քիչ ջուր եմ ավելացրել վրան, բուսայուղը քսելու համար է, կարևոր չէ այդքան, ընկույզի միջուկ, իմբիր, սխտոր, սոուսի համար պետք է 1 կծու պղպեղ, քանի որ շատ կծու մենք չենք ուտեմ, կեսը կգցեմ երևին և մի հատ կանաչ պղպեղ, ու մնացածը արդեն կտրտելու եմ միջուկի համար, պատրաստենք սոխառածի պես և այդպես ներկայացնեմ ձեզ։ Հիմա սիրելիներս, ուզում եմ սկսեմ միջուկի բաղադրիչները պատրաստելը, քանի որ պետք է տապակենք, սկսենք կարմիր պղպեղից, վեր ենք ածելու մանր ծողիկների, տապակելու ենք պղպեղները և գազարը քերած, հերթականությամբ ես ամբողջը ձեզ ցույց կտամ ինչ եմ անելու, այնպես որ սիրելիներս կնայեք, կտեսնեք, եթե ձեզ դուր կգա այս բաղադրատոմսը, դուք էլ կպատրաստեք, կհամտեսեք, կտեսնեք ինչ յուրահատուկ համով է, այսպես դեղնանարնջագույն պղպեղ, մի քիչ կանաչից, որպեսզի գույները կոտրվի, քանի որ են շատ մեծ է էլի, սոուսի համար, երկար ժամանակա չենք նկարել, այսօր առաջի անգամն է սիրելիներս, չեմ խոստանում, որ նորից էլի շուտ կնկարենք, բայց կաշխատենք նկարենք, քանի որ մեր օպերատորը շատ զբաղված է, չեմ կարողանում իրեն շատ ճնշումներ գործադրեմ վրան, որպեսզի ինձ համար է նկարահանում անի, այնպես որ պետք չնեղանանք մեր սիրելի օպերատորից, այսքանը բավական է, որպեսզի գույնը կոտրվի, այսպես մանր, բարակ ավելի շուտ շերտերի ենք վերածում մեր պղպեղները, որ տապակենք, շատ քիչ բուսայուղ է օգտագործվելու, այնքան որ մի քիչ թուլանա մեր բանջարեղենը, սիրելի հետևորդներ ջան, տեսեք արդեն կտրտեցի պղպեղները, հիմա ընդամենը մի հատ գազար, կարա կես չափի, միջին չափ, կարող եք մեծ, կարող եք 2 հատ այս չափի, ես մի հատ եմ անում, հիմա քերիչով անցկացնեմ ու արդեն տեղափոխելու եմ տապակի մեջ, տապակեմ մի քիչ, որպեսզի արդեն սկսեմ կրծքամիսը մշակել ու միջուկը դնել ջեռոց, սիրելի հետևորդներ ջան, գազարն էլ արդեն քերիչով անցկացրի, հիմա մի քիչ բուսայուղ եմ լցնում, ավելացնում եմ գազարը, սիրելիներս նաև պետք է սոխ գցել, բայց քանի որ սոխը չէին ուտելու, ես ավելորդ սոխը չեմ փչացնում, աշխատում եմ այսպես պատրաստեմ սոխառած, կարելի ասել սոխառած էլ չեմ համարում, այսպես տապակում եմ բանջարեղեն, ընդամենը քիչ տապակվի,
ավելացնեմ պղպեղները, շատ չէ, մի 5-ից 7 րոպե կփակեմ բերանը, մի քիչ շոգ է խաշվելով տապակվի ու կանջատեմ տակը, այս գեղեցկագույն պղպեղներն էլ ավելացնենք արդեն, սելի հետևորդներս, թեթևակի աղ եմ անում ու կափարիչով ծածկեմ, գեղեցկություն, տեսեք ինչքան շքեղագույները, առայժմ այսքանը սա սիրելիներս, հիմա ծածկեմ ես կափարիչով, շոգ է խաշվելով մի քիչ տապակվի ինքը ու արդեն ես անցնեմ հնդկահավի կրծքամսի մշակմանը, վերցրել եմ կրծքամիսը, ծեծում ենք, սելի հետևորդներ, անցած տարի բաստուրմա եմ պատրաստել հնդկահավի կրծքամսով, շատ համեղ էր, քանի որ ես հավի կրծքամսինը չհավանեցի, որոշեցի փորձել հնդկահավով և արտակարգ նուրբ ու համեղ էր, իսկ այս տարվա համար պատրաստել եմ տավարի ու խոզի մսով բաստուրմա, առայժմ կախել եմ 3 չորանալու, 2 օր էլ կմնա ու արդեն կպատրաստեմ մածուկը, քսելու երեսապատման ու կկախեմ չորանա, նոր տարվա համար կունենանք բաստուրմա, մի քիչ մյուս երեսից ծեծեմ, մեր միսն էլ ծեծեցի արդեն, տեսեք, մեր միջուկն է արդեն պատրաստա, դատարկենք, ամանը բուսայուղ եմ անում մի քիչ, ամեքի մեջ քիչ լցնելու եմ միջուկ, մի թեթև սև պղպեղ, մի թեթև աղ, ու այսպես փաթաթելու ենք, կարող եք նաև չփակել ծայրերը, այնպես չի, որ դա կարևոր է, ու այսպես տեղավորում ենք մեր գեղեցիկ տարայի մեջ, սելի հետևորդներ ջան, տարած փոքր էր, փոխեցի դրի մեջ, մեծի մեջ, հիմա մի քիչ նորից երեսներին պղպեղ ու աղ ենք անում, քսում եմ նաև նորից բուսայուղ վրան, որպեսզի չվառվի մեր ուտեստը, միացնում եմ ջեռոցը, թող տաքանա ու մեր ուտեստը դնում ենք ջեռոց, ընթացքում կտեսնեմ ինչքան ժամանակում է պատրաստում, դե նայած ասենք ժամանակահատված, որը ինչքան կպատրաստվի, սելներս հիմա իմիջայլոց ասեմ ջեռոցը շատ շուտ է տաքանը, արդեն բավականին տաքա, կդնեմ ու ընթացքում կտեսնեմ, որքան ժամանակում կեղնի, կհանենք ու ցույց կտամ ձեզ, հիմա այս ընթացքում ես ուզում եմ պատրաստեմ մեր սոուսը, առաջի հերթին պետք է բլենդերով հարեմ կոկոսի միջուկը, ավելացնելու եմ իր հյութը, մի քիչ ջուր եմ հետը ավելացրել, քանի որ շատ քիչ է հյութը, սենց կավելացնեմ, կհարեմ,
ու ձեզ ցույց կտամ արդեն ինչ վիճակում է ու նոր մնացած բաղադրիչները կասեմ ինչ եմ ավելացնելու նորից բլենդ անելու համար։ Սելի հետևորդներ ջան, ուրեմն կոկոսը արդեն պյուրե եմ վերածել, հիմա պղպեղներն եմ լցնում, կանաչ պղպեղ ու ծիծակ կծու, քանի որ մենք այդքան էլ կծու սիրող չենք, քիչ եմ գցում, հիմա սխտորը ընդամենը 2 կամ 3 կճեղ, սելի հետևորդներ ջան, այս փոքր իմբիրը պետք է քեյչով ածկացնեմ, քանի որ բլենդերով դժվար է հարվում, ինքը թելոտ ամենունքա շատ համեղա, բայց շատ թելոտ է և ունի իրեն հատուկ ձև, որպեսզի քերենք, եթե ես այսպես ուղղահայաց քեյչով անցկացնեմ, լրիվ թել դուրս կգա, պետք է իրան այս տիպի, սելիներս, իմբիրն էլ քեյչով անցկացրի, թեյք թալից մի քիչ ավել, այսպես սա էլ ավելացրեցինք, վերջ, ավելացնում ենք ընկույզը և ավելացնում ենք մի փոքր համեմ, մի փոքր սամիտ, պետք է հարենք, նոր միացնենք կոկոսի հարած քերուկին։ Սելի հետևորդներ ջան, պղպեղն ու կանաչին, սխտորի իմբիրը արդեն բլենդ արեցի, հիմա աստիճանաբար լցնենք կոկոսը, սոուսին մի քիչ նաև աղ եմ ավելացնելու, միախառնվի ու արդեն պատրաստ է մեր սոուսը։ Մեր սոուսն էլ արդեն պատրաստ է, լցնեմ այս գեղեցիկ ամանի մեջ սոուսի, իմ միջայլոց ասեմ, էլի իմ անի տագերն անվիրես է, ամեն անգամ ասել եմ, միշտ ինձ խոհանոցային լավ պարագաներ անվիրում, չնայած որ այդքան ունեմ ես նաև, բայց ամեն դեպքում նվիրում է ու շատ շնորհակալ եմ իրեն, Ահա, սելի հետևորդներ ջան, սա էլ մեր սոուսը, հիմա մեր ուտեստը արդեն որ տապակվի պատրաստվի, հանեմ ցույց կտամ արդեն ինչա ստացվել, առայժմ այսքան, մինչ պատրաստ կլինի մեր միսը, մեր հնդկահավի կրծքամիսը արդեն պատրաստ է, այսա հանեմ, տեսեք ինչ գեղեցկություն է ստացվել, տեսեք ինչ գեղեցկություն է ստացվել, հատ հանենք, առայժմ ես փոքրիկը հանեմ, սիրելիներս փորձարկենք, տեսեք որքան նաև հյութ է դուրս գցել, տեսեք ինչ սիրուն, գեղեցիկ, հիմա կարևորը լավ էվվել, սիրելիներս, տեսեք քրքրվում է միսը, ուղղակի շատ տաք է ու դանակս հարմար չի երևի սրան կտրելու, չէր կտրեց, լավ է,
Տեսեք գեղեցիկ միջուկը։ Խոսքերն ավելորդ են, սելի հետևորդներ ջան, անմահական համեղան։ Պատրաստեք, դուք էլ որ տեսնեք, պատրաստեք ու համտեսեք։ Շատ հետաքրքիր համային էֆեկտ է տալիս բանջարեղենները, սոուսը և կրծքամիսը, փափուկ, նուրբ համ։ Փորձես տղես, պարոն օպերատոր։ Համեղեր ստացված էր, անուշ լինի տղա ջան, թող հովանա, ընկերդ էլ կա, միասին հացկերույթ կկազմակերպենք։ Այսքանը սելի հետևորդներ ջան, կաշխատեմ մյուս վլոգն ավելի հետաքրքիր բաղադրատոմս ներկայացնեմ, չեմ խոստանում երբ, բայց անպայման նորից կնկարենք, մի քիչ ուշացումներով, բայց ամեն դեպքում կնկարենք։ Շնորհակալ եմ, որ միշտ գրում եք, հարցնում եք, ինչի չենք նկարում և այլն, պատճառը իմացեք, իմ տղայի աշխատանքից է գալիս, շատ զբաղված գրաֆիկով աշխատում, չի հասցնում այդքանը։ Կհանդիպենք մյուս վիդեոյին։